Բարերարի սիրելի հետևորդներ ջան, առավոտյան գործելս արելը, կենդանիներից կերակրելը, եկել եմ, որ իմ համար կոֆե եփեմ, սա իմ առաջին կոֆեն է, այսօր իմ ազատ օրն է, շատ գործեր են սպասվում և բոլորը շատ մեծ սիրով եմ անում, քանի որ ուզում եմ, որ իմ տան շրջակայքը, իմ բաղ-բաղչեն և իմ կատարած ամեն ինչը շատ սիրով լինի, իմ արած ամեն ինչը ծաղկունք դառնա։ Դուք էլ ձեր կոֆեն եփեք, տանն եք թե աշխատանքի, բոլորիդ լավ օր եմ մաղթում, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր գիրք նվիրելու օրն է և այդ առիթով ուզում եմ բոլորիդ շնորհավորել, քանի որ այդ գիրք նվիրելու օրը կապված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան հիշատակի օրվա առիթով, որը վերջին տարիներս է այդպես արդեն հռչակել։ Ես էլ որպես լոռեցի, սիրելի հետևորդներ ջան, թումանյանական լոռեցի, այս տարիների ընթացքում, որ ես վլոգ եմ վարում, շատ-շատերդ եք հարցրել, որտեղից եմ, որ գյուղից եմ, մի խոսքով այդպիսի իմ ապրելու վայրից ինձ շատ հարցեր եք տվել և ես էլ մեծ սիրով պատասխանել եմ, ու որպեսզի ավելի լավ հասկանալի լինի, քանի որ վերջին տարիներին նաև փոփոխություններ են մտցրել չէ մեր քարտեզի անունների վերաբերյալ և լոռին արդեն մասշտաբով ավելի են մեծացրել, բայց առաջվա տարիներին լոռին թումանյանական լոռին էր համարվում։ Ես թումանյանական մարդ եմ, Թումանյանի լոռեցի եմ, սիրելի հետևորդներ ջան։ Առաջ մեր գյուղը գրվում էր Թումանյանի շրջան, գյուղ Շնող, իսկ հիմա գրվում է Ալավերդի համայնք, գյուղ Շնող։ Կոֆես եփեց այս ընթացքում։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ գնալ կոֆես դրսում վայելել, լավ արևոտ օր ավացվել, իսկ մինչ այդ մի երկու խոսք ասեմ նոր գնամ, քանի որ խոսքը գնաց գիրք նվիրելու օրվան և ուզում եմ, որ բոլորդ էլ այսօրը մեկ-մեկու գիրք նվիրեք, իսկ ես ուզում եմ այսօր ձեզ նվիրել իմ վլոգներից մեկը, որը արդեն 3-րդ տարվա մեջ է, ինչ կատարում եմ իմ և ձեր համար, և իմ վլոգը ձեր համար նմանվում է գրքի, բացում եք, լսում եք, կարդում եք գրառումները և այդ ձևով ենք մենք շփվում միմյանց հետ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ, որ բացի իմ վլոգները դիտելը նաև հասցնեք բաժանորդագրվել, լայքել, տարածել և գրառումներ թողնել, որ ամեն նոր մի հետևորդ գամյանա իմ այս յութուբյան մեծ ընտանիքին, կարդա և լսի իմ վլոգները, տարածվեն, որ իմ տեղն էլ իմանան, որ Թումանյանի շրջան գյուղ Շնողում ապրում է մի կին, ով կատարում է բազմատեսակ գործեր։ Ուզում եմ հիշել Թումանյանի խոսքերից, իմ սիրելի տողերից մի քանիսը և ասել. եղնեք նրան, ով մարդ կգա ու մարդ կերթա աշխարհից։ Շատ եմ սիրում նաև հեյ պարոններ, ականջարեք, թափառական աշուղին, սիրուն տիկնայք, ջահել տղերք, լավ ուշք դրեք իմ գործին։ Գործն է անմահ, լավ իմացեք, որ հիշվում է դարեդար, եղնեք նրան, ով իր գործով կապրի հավերժ դարեդար։ Սիրելի հետևորդներ ջան, սա Թմկաբերդի առումից է, շատ երկար կասեմ, եթե ասեմ, շատերիդ է ծանոթ, շատերդ եք կարդացել, շատերիդ սիրելի տողերն են դարձել և շատերս ենք այս տողերից խրատվում, քանի որ շատ խրատական տողեր են, շատ իմաստալից տողեր են, Թումանյանի յուրաքանչյուր գրվածք մեզ խրատում է, մեզ իմաստուն է դարձնում։ Սիրելի հետևորդներ, իսկ հիմա ես գնամ իմ կոֆեն վայելեմ դրսում, մի որոշ աշխատանքներ կկատարեմ, իմ էլեկտրական սղոցը արդեն լիցքավորում ա վերցրել, քանի որ դեղցին ու մի քանի ճյուղի կիսատ ա մնացել,
կոֆե խմելուց հետո նա կկտրեմ, հետո ձեզ կմիանամ, չգիտեմ, խոհանոցից կամ էլ իմ բախչից իմ գործերով։ Գործիքն իսկի կալած եկա, որ ես երկու շևը կիսատ ամենացել ես էլ կտրեմ, նկատեցի, որ իմ հետակնույն ժեշտի գրիշեն քամին պոկելա, այ թեց ուժեղ քամի այլ է, կշերը հլա անձրևել արկել, կեդինը տեղ-տեղ մաշուրալում, որ անձրև արկել կշերը։ Քամի կշերը նենց ուժեղ էր, այդ քամուղը շոցը գեր, հրամինս դիտն է, հետո գնամ հետակնուց քարը դնեմ վրին, հետո կմեխեմ ետնա, սահմիկ վաբան չի, էլ մինն էլ ավեր գծել են մինը, քարը դեմ եմ անում, ես էլ այդ քարերը Եվոնիս գործի են, հատուկ են դեն գալիս, ասեմ, որ ծաղկափոշի են բերում, սիրելի հետևորդներ ջան, ծնծաղիկը ծաղկելա, ծնծաղիկի փոշի են բերում։ Այս ենք, ես իմ ռեգվա կտրած ճղկներքը Ես էլ հլա դվեր գծեմ, զանգի ազատության մեջ են, ես էլ գործը շարունակեմ, իշտ ասել եմ չէ, որ մարդ ոչ խոսքը կիսատ կթողու, ոչ էլ գործը կիսատ կթողու, ուրեմն, քանի որ այսօր Թումանյանի ծննդյան հիշատակի օրնա, սիրելի հետևորդներ ջան, ու գիրք նվիրելու օրնա հրճակված, այս վլոգիս մեջ, որ իմ մուսան գա շատ լավ գլի, շատ բաներ գիտեմ, բայց չեմ պարծենում, որ գիտեմ, հա, մուսան, որ կգա ձեր հետ հավեսով, վեճբերումներով զրիցնի կանեմ, հա, թե ինձ էլի, ուզում եմ, որ ես մի վլոգս հյուրահատուկ լի, տարբերվող լի, լատենանք ոնց կստացվի, այս պահին ռեքնակն եկելա, երկնքի մեջ տեղնա հասնում, դեռ մի 3 ժամ կա, ռավոդեցա, ժամի 11-ն ա եկել, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն Թումանյանը մեծն հայոց բանաստեղծ, իրա դսեղում հյուրընկալում ա Մանթաշովին, Մանթաշովը որպես բարձրաստիճան պաշտոնյա մարդ հարց հատալի, դե հավաքված են ըլում գեղի երիտասարդներին, որ լատենան էլի, տով այդ Մանթաշովը, որ թենց պաշտոնյա, հրճակավոր, հարուստ, մեծահարուստ ա։ Թումանյանին, որ տենում ա դա մի քիչ աշխուժաբան, հարցնում ասում ա, դու ով ես, այ երիտասարդ, ինչով ես զբաղվում, ասում ա, բանաստեղծ եմ, ասում ա, այդ որն ա, ասում ա, դե բաներ եմ գրում էլի, հա ասում ա, ուրեմն պարապես, Թումանյանը շատ վիրավորվում ա, ոնց թե պարապես, բա Թումանյանը պարապա, խորը հառաչում ա, խորը շնչում ա, բայց չի պատասխանում, լռում ա, սիրելի հետևորդներ ջան, այդ լռությունը նույնպես իմաստալից ա, մարդը պետք ա նաև որոշ տեղեր լռե, համբերատար լինի, հետո տարիներ հետո իր ամուսան գալիս ա ու իր վիրավորվածությունը, ոնց թե Մանթաշովն իրան ասելա, պարապես գրում ես,
Հիմի էդտի թողոնք, մի երկու բան ասեմ, նոր գործս սկսեմ էլի։ Հա, տարիներ հետո Թումանյանը գրում է վարպետը եւ Մուսան իր ստեղծագործությունը, որի մեջ իր վիրավորանքն արտահայտում, իր սրտի նեղվածությունն արտահայտում, ու այդ վիրավորանքը այդ արտահայտվելով իր միջիցը դուրս է գալի, կորչում է գնում։ Հա, շատ մարդիկ կարդում են, շատ մարդիկ հասկանում են իր անտեսու ճանաչ յուր ժամանակին, այդ թվերին, որ գիտեն, որ Թումանյանը վիրավորված է ելել Մանթաշովից, բայց սիրելի հետևորդներ ջան, նաև այդ որ գրել է եռնեք դրան, ով մարդ կգա ու մարդ կերթա աշխարից, առ այսօր Թումանյանի սիրտը պահվում է հատուկ տեղ, բաբախում է Թումանյանի սիրտը, դա շատ հետաքրքիր պատմություն է, ժամեր կտևի, որ այդ մասին պատմեմ, կարող եք, եթե դեռ չգիտեք, որ Թումանյանի սիրտը պահվում է, որոշ ժամանակ 20 տարի պահվել է, իր տանը, իր տղանը դիահերձման ժամանակ կոպիտ ասած գողացել ու բերել պահել է հայրական տանը 20 տարուց հետո պետությունը արդեն Թումանյանի սիրտը պետականացրել է, ասենց ասեմ, կոպիտ չհնչի ու առ այսօր Թումանյանի սիրտը պահվում է, սիրել հետևորդներ ջան, ինքը մարդեկել է ու մարդել մնացել է, իսկ Մանթաշովը, որ մեծահարուստ է եղել, սովետական տարիներին զոհագնացել, շատ բաների չմանրամասնեմ ու իր այդ գերեզմանը, որ իր ձեռով է սարքածելել, դամբարանի պես չկա, իսկ Թումանյանի սիրտը առ այսօր կա, սիրել հետևորդներ ջան, და ես գործ անեմ, այս տարիների ընթացքում, որ ես վլոգ եմ արել, շատ մարդ ա եղել, որ ինձ հանդիպել է, ասել է, դե պարապես, պարապ մարդ ես, ինչ բանի ես, այտակումա նկարում ես, բան, հա, բայց ոնց եմ պարապ, սիրել հետևորդներ ջան, բայց ես պարապ մարդ եմ, մեղու եմ պհում, մեղվա պահեմ, որպես կին, մայր, տատիկ, տուն ունեմ, տնտեսություն ունեմ, տնային տնտեսուհի եմ, այգի ունեմ, բաղ ու բաղչա ունեմ, այգե գործեմ, ծառերս եմ խնամում, նաև կենթանիներ եմ պահում, հավեր եմ պահում շատ, այդքան զբաղված մարդ եմ, աշխատում եմ, Թումո կենտրոնում եմ աշխատում, սիրել հետևորդներ ջան, և վլոգներ եմ վարում, վլոգեր եմ, այսինքն ես պարապ մարդ չեմ, ուզում եմ, որ ես իմ շատ զբաղվածության հետ միասին մարդ լինեմ, մարդ կամ ու մարդ գնամ այս աշխարից, տեկիս այդ գործս անեմ, ասեմ, որ գործանելու վաղտը շատ սիրում չեմ զրից անեմ, մանավանդ, որ այս սղոցով պետք է գործանեմ, հիմի ոնց սիրում եմ ասեմ, իմ տեսաղցիկին, որ անում եմ կպցրել, վագրի գլուխ, պտտեմ վագրի գլուխը, քանի քամին է, այդ վիր չի կացել, տեսուտ եմ պտտել իմ տեսաղցիկը, որն արդեն վաղտ սկսում է, գործս անեմ, որ գնամ այն մի կրան վենց բաղ չեն։ Սիրելի հետևորդներ ջան, ծոթն եմ բերել, 7 լիտրա, ուրեմն ծառուծերն էլ ատ դարձնքին էտեի, ձեզ չէի միացել, ես ասավ թեպը ետ շորերիս հա կպել, այս շորը մազմզիկա կպչում է, բայց հետո հեշտ մաքրվում է, հեչ, թեպ հա էլի, հա, մեկ էլ կաթը տանով այդ մարդը անցրեներ, ձենձուն արի, ասի էստի համեցիք, կաթը բերուց հետա, մի ճամփա ապողում, ինքը որ կողերը կթում է, ընդերև էտ կամում է, միշտ լծրել եմ, մաքուր այլել, համ եի լծնեմ տակա դեր։ Ջան, կաթ շատ օգտակ արկանաս ել հետևորդներ ջան, եթե միշտ աշխատեք տնական կաթ գնեք, էփեք ու խմեցեք, որ առողջեիք։ Այ, ցարքումն իսաղ ինձանով տվուց, բայց թե դա լավ բանա, թող սաղիս էլ կաթի ցարքումնին կպչի էլի, հատ բաները չկպչի մեզ, հետ այ, կաղ ու կեղչու ես բանձումը,
7 լիտր, ահա, էփելու տեղ չմնաց, բան չկա, մին ամանը դրդակ է, իլեպին լկցվեց, ստի էփիչ, ահա, ամանն էլ լվանում չեմ, որ կաթը բերում է, մայեն թողում են միջին, սիրելի հետևորդներ ջան, լիտրը 300 դրամով է մարնում և միշտ է մարնում, իրանց մշտական գնորդն եմ, քանի որ հալալ զուլալ կաթա, դե իմ մարդը ջան փապուհում տանի մամանն իրանց տա, հետո տենանք ինչ եմ անում այդքան պիլեպիլ կաթը։ Քամին հեչ ուզում չի կտրվի, ավանդի միտքը խառնա, սիրելի հետևորդներ ջան, տեխնիկական խանգարումների համար ներողություն, ընկերնաճարյան և լատենա մեզ ոնց եմ անում, քամին որ ուզում չի կտրի, բայց ես էլ ուզում եմ իմ գործն աղաղ տանեմ, մեզ ոնց տիվի, ոտիս տեղ էլ աղայմացնեմ, պես ամենաբարդ ճուղ կնա, այդ մարդին ասել տեյ, ինքը կտրե, կամ էտ ես աղցիկս ձեռով պհեգոն է, ես բերքի ճուղ կնա էլի, ուզում եմ անպայման սրան սհենց հնդել, մի քիչ զոր ա, բայց թետա, որ մտքիս դրել եմ անելտի, քամին ձենս էլ ակշում տանում, այս էց բնության հետ կռիվ են տալի, միշտ բնության հետ կռիվ տալ, իրար հետ կռիվ չտանք, սիրելի հետևորդներ ջան, դեն ու դեն են իչքան գրեին, երկելով ես խոսում, լորեցի, Թումանյանի լորեցի եմ, ոյ, կտրվ այ, այդ հենց, ավոց, հմիկ արդեն զղոցի հերտ նա եկել, են մինը հենց հետ պետքը, էսը հենց հա պետքս այ, օպա, էսը հենց, են դու, ես մինը ռեգվա կիսատ նա, չէ, ստյանտ իմ կտրել, այսօր ա թափի թափանում, ես էլ չգիտեմ, այ ասված ջան, արդիվանը սաղում արդեն, ես հենց անեմ հավասարակշռությունը պհեմ, բնաց ես մի հատը, ես էլ թե կտրեցի է, ստիվոտս դեմ անեմ, ես մինն ա մնացել, ես պետքա կտրեմ, ես մի կողքից, աչից ձախից, սիրելի հետևորդներ ջան, եվս մեկ անգամ տեխնիկական սխալների համար ներողություն, դե հմի էտա, էլ ճար չկար, հմի մնում ա ես սլամատ ստյան վեր գամ, ներքևը քար, դար, վերևը ծառ, վերջացրի, խերով բարով, աստծու հաջողությունով, սիրելի հետևորդներ ջան, սաղիս գործն էլ, վերջը լավն էլի, հմի ես նարդիվանը ես դենը դնեմ, տեսաղցիկս էլ արդեն ծռվել ա, կամ էտ էլ դզմզատ եմ, հետո գնանք լայն կաթը էփենք, իպաժա, կաթը խմենք, այս հենց կռիվ տվի ես քամու հետ, բա ոնց, սերը տարել է, սիրելի հետևորդներ ջան, ես հենց էլ գիտեի, որ ես ուժեղ քամիվով վիրակացել, լսելը տանիլ դի վարակույրը ետ քաշեմ, այդ փրկությունը, Սատո էտեցի ես իմ ասացն արի, երորդ հորնա ես այդտեղ ցնքու վրա չարվում եմ, տուժվում եմ, դա կաթն եկել ա խփրինա դեմել էլ, իրատակությունից, կոլորշին կակել ա, ռեսի սերը կպավ, հմի
Այնքան խատատ էի, գլխի չելա, որ ես մի հենց պղնձում եկցնեմ էլի հրեսեն, սա դրանից մի քիչ վենց ա էլի, համի հլա թեք եմ ստիլացնեմ, տենանք լավ ոնց ա ստացվում, ես ոնց անենք դեր աստուց, թեքը չի լծվում, խայմ կպած է իմ շորերիցը, ծանդրն ա, ամիսը հենց պետք ա լծնեմ, գործս երկուսը դարավ, ինչ է լավ պրունգելավն էր, լաշովը գնաց ոչ, Անուշ, այ Անուշ, այ մազդ կտրած, աղջիկը մենակ ձորը կմտնի, տոչնի նույն բանը սիրելի հետևորդներ ջան, խապսն ընգա, հաստորեն, երկուսն էլ 8 լիտրանոց հա, էպելու տեղ չմնաց, այ Անուշ, հադրամար ասելի, Այ մազդ կտրած, աղջիկը մենակ ձորը կմտնի, էհմի, ինչ ենք անում, մասերի ենք բաժանում, որ էփենք, ուզում չեմ էլի, որ հուն վիճակում ետ քաշեմ, չնայած կարամ մի հատ բթունքի մեջ լցնեմ, սարցեղցիկում շատ լավ մնում ա, սիրելի հետևորդներ ջան, կամ ես մի կուրը, որ ինձ լավ տենակ, ես ինչ անեմ, կես անեմ էփեմ, այո, Սրանով կես կանեմ, էլ հնար չկա, որ նրանով ետ թեքեմ, ես մի քիչ հավակ էր, էլ ա, բայց սա հավակ չի։ Գործս ոչ թե երկուսը դարավ, 3-ը դարավ։ Բայց կնիշ սենց լավ գործերի միջին էլ ենք սիրելի հետևորդներ ջան։ Կես կանեմ ավելի լավ շուտ կեփի։ Մածոն չտիմերել, կաթնու բրինձ կեփեմ, որը շատ էլ սիրում, օգտակար ա նաև, կաթ կխմեմ, այդ դեղերը, որ առել էի ծառերի մա, որ սրսկեմ, միտք ունեի, որ սոր անեմ, բայց եթե ես քամին, որը դեռ շարունակվում ա, կտրվի ոչ, ես կարան չեմ, դեղը, սաղ, վիրկունի ու հետը կտանի, ինչ եմ արել, ես էլ միացնեմ, Ես դու, ես մինը հարով մորովարի, ծացկում եմ, իրա եղնել իրա մեջ թողինա, մի ես մնի միացնել նազոր, քանի որ ես մի կուրը կապրիզա։ Մանյանի Անուշը, սիրել է հետևորդներ ջան, կարդացել եք, շատ երդ գիտեք, սրա կապրիզիներ էտ կա ու կա, լատենակ էզ ոնց ենք անում, սա ոչ լվանալուցնա, ոչ թացլելուցնա, ես իրա կնոպկեին մագնիսը ուժեղա հետ ատանում, հետո որ վերում եմ թույլի վրա եմ դնում, արդեն ենթարկվում եմ, կպավ, սրանել ստի, Տեսել եմ ծացքում, հետո գնում եմ հլա հվանոց, կհասցնեմ, գնամ տենամ սորձու են ացել, այսքան գործնարի, այսքան վազի, կամ ու հետ էլ կռիվ տվի, տենամ թեծու են ացել, բերեմ երկու ծվից հվացեղ անեմ, ուզեք ձեզ էլ ինձ հետ տանեմ, դավայիցե, գնացինք, ես ինչ էլ ամբերա հվակել է, Մարտը մոտիկանում ա, գիժ մարտը մոտիկանում ա, ռեքնակն էլ հրեն են, այ, երկնքի մեջ տեղն ա հասել։ Ինձ տե հանու արդեն թպրտունն են ընգել, ձեզ դուս չեմ անում, հեչ թրթրալ մեկ, ակլորնից կատարնուն է, կարմրել ա կատարներում։ Հաջանա, լատենը գնացեք, հավերի տենը տար,
լագամ տենամ ինչ կա չկա։ Այս ոստի մեջը մտնուլ։ Զանգի ու զրանգի, դուք ես ուր եք պատրաստվել։ Ձեզ ըստի թողող չկա, հլա գնացեք։ Հերթ եք կանգնել։ Այս ձեր տեղը չի։ Ինչ ես հոտոտում։ Գլադե գնա զանգի զրանգի, գնա հլա, գնա։ Գնա հլա բիհատ սիրուն աչիկներդ տենանք։ Զանգի, զանգ, զանգ, էլիս առաջ, կաց դե դուր բաց եմ անում։ Այս է սենց, այս ոստը, հա, հասկացանք, այդտեղ ես։ Շո, շակ, գնացեք հլա։ Հլա կացեք անց կենամ, ոտի տեղ տվեք, հերթ եք կանգնել, որ դուս կաք, ոնց են այս աղրեսիս մտիկ անում, չալտիկներ ջան, լատենամ ջուր ունիք, ջուրը խմել եք, ջուր կբերեմ, այս ահլատենամ ձու եք հացել, թե չէ, այ հավիկ մավիկներ, վարիկներ, զանգին ու զրանգին զբոսնում են, հավերը սվորել են, Յա, մալադեց, լավ, լատենամ ձու կա, թե չէ, այս վանարիկ արդեն միացրել են, քանի որ մութը տեղեր ենք գնում, իմ հավերը ստի են գիշերում, են օրը մաքրել էի, բայց այդ նաշխազարդել են, լոկանք, յո, ես ինչ ենք տեսնում, 3 հատ ձու ենք տեսնում, ես մի կրանը կավոչ, լատենամ, տակա, նոր են ացել, ես էլ ատակ, բայց ոչ հետքան նոր ածածը ավելի տակա, մենք ծված կերանք սոր, ինչ հահերթ ես կաննել, արի, լավ ես կալի արի, ինչ ես բարկանում ակլոր աղա, գնացեք հլա, ես էլ անց կենամ, գնացեք, ես դուստ իմաց կենալ, ձուն ջեբ իս տնեմ մին, չկակ, այս պատվից ես ծոր են կտամ, այ, բարև հաջող, անցկացա, չանգալախանեմ, սրան մենք չանգալ ենք ասում, անձրևի կաթիլնի ատալի, չէ, ձերով լում չպետք այրկու ձերով անեմ, Կաթը, ես կասեի կաթները, չի թափվել, լավ վերահասա, ջուն, սմինը քիչով շուտ կեպի, ձուն ջեպիսա, ընդի շատ մոլոր դվի էլի, ես կլվանամ, ինչև կաթը էպի ոչ, ձվածեղով զբաղվիլ չտիմ, սիրելի հետևորդներ ջան, կաթան կողքին ենք հանգեն ալտին, որ կաթը էպի, լավա, ինչև կաթը կեպի, հետո կգնամ հավերիս համջոր կտամ, համեն մի քիչ էլ ցոր եմ կտամ, մեղքեն էլի գնացի, նենց մի քիչ հակալ նեկանելի, տրամադրվեցին, որ ցոր են դին ուտել, արժե որ այս ժամին էլ տամ, անձրևի կաթիլնի աղալի արդեն խոժոր, ես ոնց դիլիլ, գործախապան չլիմ, կապուրն են վիրում են վրիցը, որ արդեն հեշտ տենամ էպիլը, Այս կողքի կաթը էփեց, քանի որ քիչ էր, լսերն էլ մին տալիս են, մին տանում են, բալի թե էլ չտանեն, էլի հազիվ տվել են, ուզում եմ կակաո խմեմ, պատրաստել եմ արդեն, ես իմ սիրուն կարմիր ծաղիկներով բաժակի մեջ սիրել է հետևորդներ ջան, սկզբից պիսոկն ու կակաոն պետք է իրար խառնեմ, որ կակաոն խառնվում է պիսոկի հետ, թե ճիշտը, ինքը արդեն ոնց որ հեշտ է էլի խառնվում կաթի մեջ,
Կակաոն էս կակաոն է, շատ հավանեցի, սիրտականով, ու կակաոն, քիչ շատ, ու կակաոն եմ սիրում, են մի կաթը սերներ էսնա գցել, ես այն էլ կուլի, ես լավ խարնում եմ, էլ ծվածեղ ինչի ճամփապրեցի, սիրել հետևորդներ ջան, անձրևի կաթիլնի ագալի, գիտեմ ոչ ես ոնստի էլ, կարատիմ գործանեմ բաղչումս, թե չէ, ես լավ խարնվեց, այս սենց որ էլնում արդեն ինքը հեշտ է խարնվում, հետո քիչ-քիչ եմ կաթելացնում, շերեպը նոդիկացրել է ինձ, ջան, ես կաթի հոտը ինչքան եմ սիրում, խարնեմ, պատրաստեմ, ես մի բաժակակաոն կվայել եմ, մենին էլ կեփի կտեղավորեմ, հետո տենակ, ծվածեղներ կանեմ, ես չեմ սիրում, որ ուտելիքնին իրար են խարնում, սիրել հետևորդներ ջան, ճիշտ է, ծվածեղի սենց ախորժակով էի ես պահին, բայց կաթն էլ չի խանգարում, ես արդեն լավ խարնվեց, բաժակս լցնեմ, հետո լավաշով վայել եմ, ժամը 12-ն անցավ, ես դեռ մի պատար հատ չեմ կտրել, ու շատ գործ եմ արել, աշխատող մարդը, որ ուշք աշխատել ունալում, թեկուզ սոված գնում եմ աշխատում եմ, երևի ձեզանից շատերն էլ այդ ձևեր չէ, հետո մի անգամից սով ենք զգում, ուզում ենք այդ պահին պատրաստ ուտելիքը լի, եթե դուք էլ իմ նման մենակ եք ապրում, դրանից չմեղվեք սիրելի հետևորդներ ջան, որ համ աշխատում եք, համ ձեր ուտելիքը դուք եք սարքում, այս հենց ձեզ լավ նայեք, իսկ ովքեր որ մեծ ընտանիքով համատեղ են ապրում, Ռուսաստանը չի տարել, ապա հեշտ է լինում, գալիս եք տուն, պատրաստի ուտելիքը լնումա, կամ էլ ձեն են տալի, ասում են գործը թող, արի, հերիք աշխատես, այ մի բաժակ կոֆե խմի դինջացի, կամ էլ ասում են ճաշը պատրաստ է, արի, թե ինձ էլ իսրել հետևորդներ ջան, ես կաթս կվայել եմ, դեռ կողքին կենում եմ, որ ես մի կաթն էլ հորով-մորով անեմ, չկաթափվի այդ երեսի յուղը, հետո դենամ օրս ոնց կընթանա։ Շատ այբ կամ մի քիչ էլ կենամ։ Կարուկեր եմ կաթնով բացարել, սիրել հետևորդներ ջան, ուտում են։ Լատեսը կամնի, երդուներ կունես կողքից կի, լատե ոնց կուտեն, երեկ ընկերներով, սանքի զրանգին և սիմա, կարուկեր եմ էփում ու կաթնով բաց եմ արել, սիրել է հետևորդներ ջան, անձրևի կաթիլնի ագալի, լատենան խանց կլի, հետո գնամ հավերին կերակրում, սրանք արդեն գուշտ են, այսենց հավի սրկերան, իմ այդ բաժակա, էփած կարի, 10 մետրը հեռու եմ ըլում, ոտնաձենիցս գիտեն, որ գալիս եմ, մի քիչ ցորեն եմ վերել, ասի իրանց էլ գոհացնեմ, էլի, հրամանին էլ սաղ դարդակա, շատ չեմ վերել, ենքան, որ մի քիչ տենան էլի, որ ես էլ եմ, իրանց ուշավի, ան էլ խելք ունի, այդքանը, մի ջուրը լցնեմ, մի ջրաման դես մի կրաննա, այդ ջուրը հատավ, այդքանը հերիք հա, ինչևը որ դուս կանեմ, սա
12-ն անցա, սիրելի հետևորդներ ջան։ Եղանակն էլ հլատենանք։ Այս չակալը գծեմ են։ Սանգին ու զրանգին կուշտ են, սիման կուշտը, հավերս էլ են, սրտախաղաղել են։ Հլատենանք եղանակը դպա լավը կգնա, սև ամբերա հվակվել, Հյանձրև ափեցինա, թե հել եք համին կտանի գիտեմ ոչ, բայց հետևորդներ ջան, այս պահին դրլիցը, այսինքը բաղչիցը, ուզում չեմ վլոգ անեմ, քանի որ քամին վաղտ վիրակենում, հետո համ ձենը սատանում, համ էլ արդեն խնդիրնի առաջանում էլի, տատանվում է էկրանը, գնամ տուն ծված եղանեմ, ես էլ անիշան եմ այդ համողությունը, հետո տենանք օրը դվորն ա գնում, թող որ դպա լավը գնա։ Եկել եմ տուն ու ձվածեղի պատրաստություն եմ տենում, կանաչիները հանել եմ տեսակ, ձուն լվացած, կամպոտել եմ բերել, բայց բլենդնել եմ հանել, որ էլեկ վառած կծուն մանրացնեմ։ Կծունն այնպես շատ օգտակար է, սիրելի հետևորդներ ջան, որ մեր սնունդի մեջ միշտ մի պտխունց կծու օգտագործենք, առողջ կլինենք վիրուսներից, հեռու կլինենք հատկապես։ Երեք որ բերել էի, փռել եմ ստեղ, ճիշտ է ինքը չոր էր, բայց ամեն դեպքում փռել եմ խանութներում, ճիշտ է ինչքան էլ ապահով է լինում, որ բերում ենք տուն, պետք է անպայման վերանայենք, հետո լցնում եմ բլենդի մեջ։ Աղամ, որ միշտ էլ օգտագործեմ թե ճաշերի մեջ, թե ամեն ինչի մեջ, նույնիսկ կարող եմ մի քիչ ձվածեղի վրա լցնել։ Ու հիմա արդյունք տեսնենք։ Ինչ վարեցի։ Բերանը ստեղ ներքևում էր մնացել։ Զգուշ եմ լինում, որ լավ փակվի, խնդիրներ չլինի։ Եղանակը ոնց որ թե դպալավն ա գնում, մին արևատուսկալի, մին քամիավի գնում։ Ես դրան համարում եմ դպալավը, մեր լորվա բարբարով էլ ասում եմ, սիրել հետևորդներ ջան, Երևանի կողմից որ գալիս ենք դեպի մեր կողմերը, ընդեղ ճանապարհայեզրին գրած ա, չէ, դպալավը, այդ մենք ենք, դե միացնեմ։ Մանրացնում է։ Այս պահին բավարարվեմ այս քանավացածով և ցանկալի արդյունքին հասել եմ։ Դանակահան եմ ցույց տամ, այ կծվի հոտը։ Այս սենց փոշիացավ, կորիզների մի մասը ջարդվել է, մի մասը չի ջարդվել։ Ձվերը եկում։ Չգլորվի։ Հուսայով եմ լցնում։ Եվ ուզում եմ մի քիչ արագացնեմ, վլոգս ավարտին եմ ուզում հասցնել, այստեղ սամիտ, համեմ, այստեղ կանացող, սիրելի հետևորդներ ջան, այսօր որ Թումանյանի ծննդյան հիշատակի օրն է և գիրք նվիրելու օրը, ու ես էլ իմ վլոգների մեջ որոշակի խոսեցի այդ մասին, չուզեցի իմ վլոգը վերածել գրական երեկույթի, ամեն դեպքում որոշ բաներ ասեցի, լավ տողեր ասեցի, և այդ ամենով շատ մտածելու տեղիք կլինի ձեր համար, շատերի համար, ով որ կմտնի իմ մեջ ու կլսի հենց սկզբից, որ ասում եմ, մարդ ծնվենք ու մարդ գնանք այս աշխարհից, նաև ովքեր չեն ծանոթացել լրիվ Թումանյանի գրածներին, ծանոթանան ամեն մի գրվածքին, քանի որ բոլորը խրատական է ու իմաստով լեցուն է։ Իմ վլոգները առօրյա վլոգներ են համարվում, դրա համար չուզեցի գրական երեկույթի վերածել, որը նույնպես իմ համար հաճելի կլիներ, կտրատած սոխը ու պետք է մի քիչ արագ գործեմ։ Նույնիսկ կարող եմ հենց իր վրա ամրացնել ավելի արագ լինելու
համը։ Ձեռքի համի ուժը միշտ էլ շատ է։ Թումանյանը լինելով գյուղացի, դսեղում է ծնվել, դսեղում է մեծացել, համ բարբարով խոսել է, համ գրական է խոսել, երբեմն որի վլոգներում հանդիպում եք եւ այնպես, մի անգամ մի հետևորդս զարմացել է, որ համ գրական են խոսում, համ բարբարով են խոսում, դա հենց գալիս է մեծ ընտանաստեղծի բնավորությունից, որ շատ շատերից մեջ արդեն մի թեթևակի աղնցվանում կանաչում, որ ինքը նստի, մի քիչ էլ իջեցնում է, աղոթանելուց հետո մի հատ տատու երես ենք անում, կանաչին թուլանա, մի քիչ էլ դաղվի, ու արդեն ձուն ենք կոտրելու, ձվին առանձին աղ ենք անելու, ես կոտրեմ։ Անջատում եմ արդեն պատրաստա, կամպոտն եմ բացանում, կլուբնիկի կամպոտը և լավաշի մեջ, հենց էստեղ, հավայի կողքը կանգնած, այսենց լցնում եմ, տակ, բրդուճ ա դառնում, տակ բրդուճ ա դառնում, հետո հավեսով վայելում եմ, բոլորիս բարյախորշա, և ինչպես Հովհաննես Թումանյանն է ասել ժամանակին, մարդ ծնվենք, մարդ ապրենք ու մարդ գնանք այս աշխարհից։